Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսի միջազգային տնտեսական ֆորումում, նա դիմել է ներկաներին։ Այստեղ հավաքվել են ընկերներ եւ մի քանի թշնամիներ։ Սպիտակ տան ղեկավարը սկսել է խոսքը ԱՄՆ նախորդ վարչակազմին ուղղված քննադատությամբ, նշելով, որ դեմոկրատները թուլացրել են Միացյալ Նահանգները, սակայն իր թիմին հաջողվել է շտկել իրավիճակը։ Թրամփը նաեւ համոզված է, որ եվրոպական մայրցամաքը սխալ ուղով է շարժվում եւ վերածվել է խնդրահարույց տարածաշրջանի, թեև ինքը սիրում է Եվրոպան եւ ցանկանում է, որ այն բարգավաճի։ Հիմնական խնդիրների շարքում նա նշել է պետական ծախսերի ավելացումը, միգրացիան, ներդրումների կրճատումը։ Մեզ պետք են ուժեղ, ոչ թե թույլ դաշնակիցներ, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորմամբ պետք է զբաղվի Եվրոպան, այլ ոչ թե Վաշինգտոնը։ Միևնույն ժամանակ Թրամփը տեղեկացրել է, որ հանդիպելու է Վոլոդիմիր Զելենսկու հետ, նաև համոզված է, Վլադիմիր Պուտինն էլ է ցանկանում գործարքի հասնել։ Խոսելով Վենեսուելայի մասին, Թրամփը հայտարարել է, որ այնտեղ գործերը ֆանտաստիկ լավ են, տիրում է գործակցության մթնոլորտ։ Նա անդրադարձել է Գրենլանդիային, վերահաստատել, ցանկանում է անհապաղ բանակցություններ սկսել այն ձեռք բերելու համար, միաժամանակ հավատացրել, այդ նպատակով ուժ կիրառելու մտադրություն չունի։ Մեր ծրագրերը վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, ցանկանում ենք պաշտպանել կղզին, իսկ դա կարելի է անել ոչ թե վարձակալության, այլ սեփականության իրավունքով, պնդել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հիշատակել է Կանադան, կոչ արել այդ երկրի վարչապետին հայտարարություններ անելուց առաջ հիշել, որ Կանադան գոյություն ունի Միացյալ Նահանգների շնորհիվ։ Սպիտակ տան ղեկավարը նաև հիշեցրել է, որ իր շնորհիվ համաշխարհային մի շարք հակամարտություններ են կարգավորվել, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվրոպական խորհրդարանն անժամկետ սառեցնում է Միացյալ Նահանգների հետ կնքված առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը Գրենլանդիայի հետ կապված նոր մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքից հետո։ Փաստաթուղթը համաձայնեցվել էր 2025-ի ամռանը եւ նախատեսում էր ավելի վաղ հայտարարված մի շարք մաքսատուրքերի մեղմացում։ Արևմտյան զլմները գրում են, որ սա Եվրամիության պատասխանն է Վաշինգտոնից հնչող սպառնալիքներին, որ լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանեն եվրոպական մի շարք երկրների նկատմամբ, եթե նրանք խանգարեն Միացյալ Նահանգներին Գրենլանդիայի միացմանը։ Եվրոպայում համոզված են, ամերիկյան կողմը սպառնում է եվրոպական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչն անթույլատրելի է։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները հունվարի 22-ին Մոսկվայում կհանդիպեն Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչները Դավոսում հանդիպել էին Կրեմլի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Ուիտկոֆը դրական է որակել բանակցությունները, Դմիտրիևն էլ դրանք անվանել է կառուցողական։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում, որ Մոսկվայի դիրքորոշումը ճիշտ է, հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո Ուիտկոֆը հայտարարել է, որ վերջին շաբաթներին ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցվել։ Նա ընդունել է, որ ամենաբարդը տարածքների հարցն է։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով միայն Կիևում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 1 միլիոնից ավելի մարդ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի ջրամատակարարման եւ ջեռուցման անջատումների պատճառով Կիևը հումանիտար աղետի շեմին է։ Նրա խոսքով 600,000 մարդ լքել է մայրաքաղաքը, իրավիճակն ավելի է բարդացնում ծայրահեղ ցուրտ եղանակը։ Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնում է, որ գիշերը հոп համակարգը խոցել է ուկրաինական 75 ԱԹՍ, թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Օրիոլի, Ռոստովի, Աստրախանի եւ այլ մարզեր։ Տեղեկություններ կան, որ Ադիգեայում վիրավորվել է 15 մարդ, այդ թվում 2 երեխա։ Ըստ տեղական իշխանության բնակելի կառույցներում հրդեհներ են բռնկվել, վնասվել են մեքենաներ։ Դիանա Գասպարյան, լուրեր։